Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Հայաստանի վարչապետը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հերթական գրառումն է կատարել եւ Ադրբեջանի նախագահին ուղղված առաջարկություն ներկայացրել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ երկու այլ գրառմամբ վարչապետ Փաշինյանը տեղեկացրել էր, որ իր հանձնարարականը Հայաստանի պաշտպանության նախարարությանը հստակ է չանել հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում, քանի որ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի, եւ որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Ադրբեջանն այսօր եւս ապատեղեկատվություն է տարածել, թե իբր մարտի 19-ին ժամը 19-ից 19:10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունից, միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում, ասված է հաղորդագրության մեջ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին այսօր Երևանում կայանալիք Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու հրավերն ընդունելու համար։ Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերի։ Վարչապետ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեն կղեկավարի Արթուր Նահապետյանը, կկարգավորվեն մշակութային աճուրդների դաշտն ու միաժամանակ սովորող եւ աշխատող 16-ից 18 տարեկան անձանց ծանր վնասակար աշխատանքային պայմանները։ Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում։ 2024-ի նոյեմբերի 20-ից հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել։ Կոմիտեի նոր նախագահ ընտրելու համար ձևավորվել էր մրցութային խորհուրդ, հայտարարվել մրցույթ։ 5 թեկնածուներից 3-ը հաղթարել էին միավորների շեմը։ Առավելագույն միավոր ստացած թեկնածուները ներկայացվել էին կառավարության քննարկմանը։ Քննարկման արդյունքում նախագծով առաջարկում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Արտուշի Նահապետյանին։ Վարչապետն ասաց, որ զրուցել է մրցույթի մասնակիցների հետ եւ որոշել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել Արթուր Նահապետյանին։ Փաշինյանը նաեւ նշեց, որ նույն կարծիքն է հայտնել նաեւ խորհուրդը։ Պարոն Նահապետյանը թե բարեփոխության միավորով, թե ընդհանուր միավորների հարագումարով առավելագույն թվերն է հավաքել։ Իմ թեկնածությունը առաջադրել եւ հաստատել ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն։ Վստահեցնում եմ, որ կորցադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Շատ կարևոր աշխատանք կա անելու քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում։ Արձանագրեց վարչապետն ու հավելեց զարմանքով ու մի փոքր զայրույթով է արձանագրել, երբ 2018-ից աղմուկ աղաղակով լրատվականների առաջին էջերում հայտնված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ հետաքրքրվել է ու ստացել կարճ տեղեկանք։ Նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է, որովհետեւ պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա։ Փաշինյանը նաև նշեց, որ շատ հակված են, որ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև կառավարության պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված։ Պարոն Նահապետյան, շնորհավորում ենք, հաջողություններ ենք մաղթում։ Հաջորդ նախագիծը ներկայացնելիս նախարար Անդրեասյանը նշեց, որ Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում։ Ուստի առաջարկվեց հիմք դնել Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտի կայացմանն ու ընդունել նոր օրենք։
կապահովի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի նաեւ մեր ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը եւ շրջանառության ընդլայնմանը, ինչպես նաեւ առաջարկի, պահանջարկի եւ մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը եւ ստվերային շրջանառության կրճատմանը։ Վարչապետի խոսքով, եթե հաջողվի փորձառու եւ հեղինակավոր օպերատոր ներգրավել, Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս, այսինքն հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում ավելի մեծ ներկայություն ունենալ։ Սա շատ կարևոր համակարգ է իրոք, եւ շատ բան կարող է փոխել մեր մշակույթի եւ արվեստի զարգացման գործում։ Հաջորդ նախագծով էլ առաջարկվեց կարգավորել միաժամանակ սովորող եւ աշխատող 16-ից 18 տարեկան անձանց ծանր վնասակար աշխատանքային պայմանները։ Հայաստանում գործում է դուալ կրթության համակարգ, երբ ուսանողը միաժամանակ եւ սովորում է եւ աշխատում, ու քանի որ խոսքը հատկապես անչափահասներին է վերաբերում, որոնց մի մասը ՄԿ համակարգի ուսանողներ են, նախարար Անդրեասյանի խոսքով պետք է ապահովել նրանց նմանատիպ աշխատանքներում ընդգրկվելու համար անհրաժեշտ առողջության եւ անվտանգության պահպանման պայմանները։ Որպեսզի մենք ունենանք պատշաճ վստահություն, որ օրենսդրությամբ սահմանված ծանր վնասակար, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավվածությունը ընթանում է համարժեք 16-ից 18 տարեկան անձանց համար ընդունելի պայմաններին եւ նաեւ նկարագրվում են ուրեմն այս ընթացակարգերը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեման կարևոր է եւ ռազմավարական նշանակություն ունի թե կրթության, թե տնտեսության զարգացման համար։ Մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը վարչապետի խոսքով պետք է լրջորեն ուժեղացնել հատկապես մարզերում, զարգացնելով քոլեջների համակարգը։ Եվ պետք է որոշել այն ուղղությունները, որոնք մեր կարծիքով մարզում ունեն երկարաժամկետ հեռանկար։ Վարչապետն անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգին նշեց, որ դրանով մի քանի խնդիր է լուծվում։ Ուժեղացվելու են թվային հարթակները, ստեղծվելու են պետություն-քաղաքացի հարաբերություններ, կրթական նոր ենթակառուցվածքներ։ Բայց էլի պայմանավորվել են, եթե հանկարծ կլինի դեպք, որ սահմանված ժամկետից մարդը համընդհանուր հայտարարագիր չի լրացնի նույնականացման քարտի համար դիմաց լինելու եւ մեր պատճառով ստացած չլինելու բերումով իր համար ոչ մի նեգատիվ հետևանք ոչ սոցիալական կրեդիտների մասով, ոչ էլ հայտարարագրի լրացրած չլրացրած լինելու մասով չի ծագի։ Փաշինյանն ասաց, համոզմունք ունեն, որ նոյեմբերի 1-ից լիարժեք կապահովի նույնականացման քարտերի թողարկումը։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, համաձայն որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի մարգարանցակետը բացվում է այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ Սիրիա ուղարկելու համար։ Բրազիլիայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Բրազիլի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի առանձնազրույցը։ Տարածաշրջանային թեմաների համատեքստում նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման Հայաստանի տեսլականը, այդ նպատակով գործադրված ջանքերը, այդ թվում խաղաղության պայմանագրի նախագծի մշակման համաձայնեցման ուղղությամբ։ Հանդիպան արդյունքներով նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նախ հիշատակում է, որ Բրազիլը լատինաամերիկյան առաջին պետություններից էր, որը 1991 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ 2006 թվականին դարձավ առաջին հարավամերիկյան երկիրը, որը Երևանում հիմնեց ռեզիդենտ դեսպանություն։ Արարատ Միրզոյանի խոսքով Հայաստանն ու Բրազիլը կիսում են հիմնարար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, որոնք հանդիսանում են քաղաքական երկխոսության եւ համագործակցության հիմքը։ Մինչ մենք ուսումնասիրում ենք իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները եւ շարունակում ենք աշխատել տարբեր համաձայնագրերի նախագծի վրա, այսօր ես ուրախ եմ ստորագրել Հայաստանի դիվանագիտական դպրոցի եւ Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխհմբռնման հուշագիրը։ Մենք ձգտում ենք խորացնել երկկողմ համագործակցությունը կրթության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի եւ թվային բանկինգի ուղղություններով։ Այս բնագավառներում, ոլորտներում մենք երկուստեք կարող ենք եւ կիսվել փորձով եւ ուսումնասիրել Բրազիլի փորձը։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը երկու երկրների առևտրային հարաբերություններն ընդլայնելու համար կա զգալի ներուժ, նկատում է Միրզոյանը։ Ավելի ամուր տնտեսական հարաբերություններ զարգացնելու նպատակով երկու երկրների նախարարներն ընդգծել են բիզնեսից բիզնես անմիջական կապերի խթանման հանձնառությունը։ Միրզոյանն ու Վիեյրան մտքեր են փոխանակել նաև միջազգային զարգացումների եւ միտումների շուրջ։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը, խոսքը թե Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության եւ թե Եվրոպական միության հետ համագործակցության խորհրդի
տարածման մասին է։ Իհարկե մենք խոսեցինք նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, մինչ մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում անորոշությունների եւ անվտանգային մարտահրավերների, Հայաստանն ինքն է անմիջականորեն բախվել բազմաթիվ անվտանգային մարտահրավերների, իսկ Հարավային Կովկասն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով։ Այնուամենայնիվ իմ երկիրը շարունակում է հաստատակամ մնալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու իր հանձնառությանը։ Վստահ եմ, որ տեղյակ եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումների մասին։ Համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին, Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման եւ նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար։ Այսպիսով պայմանագիրը պատրաստ է ստորագրման եւ Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն, արձանագրում է Հարարատ Միրզոյանը, ընդգծելով նաեւ, որ մյուս կարևոր հենասյուներից են սահմանների սահմանազատումն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով անցյալ տարի Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել սահմանազատման գործընթացում, հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, հաջողությամբ սահմանազատելով եւ սահմանանշելով ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, որոնք եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երկաթուղու գործարկմանը, ապա նաեւ ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար։ Իհարկե, ինչպես կարող եք պատկերացնել, փոխկապակցվածության թեման դուրս է գալիս մեր երկու երկրների սահմաններից եւ տարածաշրջանային ու գլոբալ լոգիստիկ ուղիներին միանալու եւ դրանցում ներդրում ունենալու տեսլականով Հայաստանը նախաձեռնել է խաղաղության խաչմերուկ ծրագիրը, նախագիծ, որը նպատակ ունի հասնել ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի եւ էներգետիկ ցանցերի տարածաշրջանային հաղորդակցությունների ներառական շրջանակի ձևավորմանը։ Միրզոյանը հայտարարում է նաև, որ կանխատեսելիության բարձրացման եւ փոխվստահության ձևավորման համար Հայաստանը հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով, բայց նշված առաջարկներն ըստ նրա չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից։ Հայաստանը դեռևս չունի դրական արձագանք հաղորդակցությունների եւ սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ։ Չնայած մենք հայտարարել ենք խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել, կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի։ Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության եւ երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը։ Իր խոսքի եզրափակիչ հատվածում Արարատ Միրզոյանը հայտարարում է, Հայաստանը վարում է հավասարակշռված եւ ապագային միտված արտաքին քաղաքականություն, որը նպատակ ունի պահպանել կայունությունը, ընդլայնել տնտեսական հնարավորությունները եւ ամրապնդել հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ նախագահի հավանական թեկնածու հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առիթով զանգվածային բողոքի ցույցերն ու հանրահավաքները։ Իմամօղլուի դեմ իշխանության իրականացրած արշավը ընդդիմությունը պետական հեղաշրջման փորձ է անվանել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչու է մեղադրվում ու ինչու է նրա ձերբակալությունը համեմատում հեղաշրջման փորձի հետ։ Դատախազությունը ներկայացրել է, թե նրա ղեկավարած քաղաքապետարանում կատարվել են մոտ 560 միլիարդ լիրայի մեքենայություններ եւ որ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այդ ամենի մասին տեղյակ է եղել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մասնակից է եղել այդ մեքենայությունների։ Դե պաշտոնական այդ վարկածի համաձայն խախտումները տեղի ունեցել մունիցիպալ այդ պայմանագրերի բաշխման արդյունքում։ Մոտ 100 բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել է, դրանց թվում կան նաև հայտնի դեմքեր, իսկ կոնկրետ Իմամօղլուի դեմ երկու քրեական գործ է հարուցվել, մեկը կապված է կոռուպցիայի հետ, իսկ մյուսը ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու հետ է կապված, թե իբրև թե նա ֆինանսավորել է քրդական բանվորական կուսակցությանը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական։ Ամենայն հավանականությամբ արդեն մարտի 23-ին Էքրեմ Իմամօղլուին կալանքի որոշում է կայացվելու։ Եվ այդ դեպքում կարծում
եմ իրավապաշտպան կազմակերպություններից շատերը նրան քաղբանտարկյալ կհամարեն։ Եթե հաստատվի այս տեղեկությունը, Ստամբուլում արտաքին կառավարում է նշանակվելու եւ փաստացի իշխանությունը Թուրքիայի խոշորագույն քաղաքի անցնելու է նահանգապետ Դավութ Գյուլի, ով Էրդողանի հավատարիմ թիմակիցն է։ Այսպիսով Էրդողանը կարողանա վերահսկողության տակ առնել Թուրքիայի խոշորագույն քաղաքը, որը ընդդիմության, այսպես որջն են համարում իշխող կուսակցությունում։ Անդիմադիրները համարում են, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ է ենթադրում, բանն այն է, որ գալիք Կիրակի օրը Թուրքիայի գլխավոր անդիմադիր կուսակցությունը ժողովրդի հանրապետականը, որի անդամ է Էկրեմ Իմամօղլուն, պատրաստվում էր նրան նախագահի թեկնածու առաջադրել։ Իսկ բոլոր հարցումները վկայում են այն մասին, որ Իմամօղլուն ոչ միայն իր կուսակցությունում ամենամեծ ժողովրդականությունը վայելող անձն է, այլ նաև ողջ Թուրքիայում։ Համենայն դեպս նրա վարկանիշները այսօր ավելի բարձր են, քան Էրդողանի վարկանիշները։ Եվ թեև նախագահական ընտրությունները Թուրքիայում հերթական ընտրությունները 28 թվականին պետք է տեղի ունենան, շատ մեծ է հավանականությունը, որ արդեն գալիք տարի արտահերթ ընտրություններ են լինելու, եւ այսպիսով Էրդողանը փորձում է մեկուսացնել եւ շարքից հանել իր գլխավոր հակառակորդի, առանց որի նա հնարավորություն կունենա ընտրություններում նա կամ իր թիմակիցը ընտրություններում հաղթելու։ Մինչ այդ էլ որոշակի քայլեր ձեռնարկվել էին Իմամօղլուին շարքից հանելու համար, այսպես ասած, բանն այն է, որ Թուրքիայում պարտադիր պայման կա, որ նախագահի տեխնազուն պետք է ունենա բարձրագույն կրթություն, եւ մի քանի օր առաջ Ստամբուլի համալսարանը չեղարկել էր Իմամօղլուին տված բարձրագույն կրթության մասին դիպլոմը։ Իբրև թե նա այլ համալսարանից տեղափոխվելու ընթացքում ինչ որ խախտումներ է տեղի ունեցել։ Դա եւս այսպես հող է նախապատրաստում, որպեսզի մերժվի Իմամօղլուի նախագահի առաջադրումը։ Եթե իսկապես Իմամօղլուին այս քայլերի արդյունքում հնարավորություն լինի հանել դիստանցիայից, Էրդողանի թիմը իսկապես որոշակի շանսեր կունենա հաղթել գալիք ընտրություններում։ Հիշեցնեմ, վերջին մունիցիպալ ընտրություններում իշխող կուսակցությունը խայտառակ պարտություն է կրել եւ արձանագրել է ամենացածր իր վարկանիշը վերջին 20 տարվա ընթացքում։ Իսկ ինչպես է այս ամենն ընդունվում հանրության կողմից։ Էկրեմ Իմամօղլուն իսկապես շատ մեծ ժողովրդավարականություն է վայելում Թուրքիայում, մանավանդ Ստամբուլում, որի քաղաքապետն է արդեն 3-րդ անգամ կարծեմ ընտրվում, նաև իդեպ Ստամբուլի հայերի աջակցությունն է վայելում, մի քանի անգամ այսպես ընդգծված իր վերաբերմունքն է արտահայտել հայերի նկատմամբ, եղել է հայկական եկեղեցիներում պատարակների, եկել է պատրիարքին շնորհավորելու հայկական ազգային տոների կապակցությամբ, իր նախաձեռնությամբ նշանակվել են հայազգի գործիչները Ստամբուլի այսպես թաղային փոխքաղաքապետերի պաշտոնում, այսինքն հայերը եւս հակված էին, կարծում եմ, ընտրություններում ձայն տալ հենց Իմամօղլուին։ Ոմանք կարծում են, որ այս ռեպրեսիաները միայն դրական ազդեցություն կունենան նրա վարկանիշի վրա։ Ժամանակին, երբ Էրդողանն էր հավակնում երկրի ղեկավարի պաշտոնին եւ նրան էին ձերբակալել, արդյունքում նրա վարկանիշը զգալիորեն աճել էր։ Կարծում եմ տեղի կունենա նույնը նաեւ այս անգամ։ Թեև Ստամբուլում արգելվել են ցանկացած տեսակի հավաքներ, հանրահավաքներ եւ ցույցեր, դրանք տեղի են ունենում, մարդիկ բողոքում են, հազարավոր մարդիկ հավաքվում են բողոքի ցույցերի եւ արդեն բախումներ են արձանագրվել ոստիկանության հետ, որոնց արդյունքում կան տուժածներ։ Մասնավորապես ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Ստամբուլի համալսարանի ուսանողներին ցույցը ցրելու համար։ Մի շարք ճանապարհներ, որոնք տանում են դեպի Ստամբուլ, փակվել են ոստիկանների կողմից, որպեսզի գավառներից մարդիկ չկարողանան գան հասնել Ստամբուլ բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Արդյոք ինչի կարող է այս ամենը հանգեցնել ի վերջո։ Գլոբալ հետևանքներ կարող է ունենալ, եթե Էրդողանը չհրաժարվի այս ռեպրեսիաներից, Թուրքիան կարող է դառնալ տոտալիտար երկիր, Ադրբեջանին նմանեցնող այսպեսի մի երկիր, հա։ Ինչ ուզում ենք ասել, բայց Թուրքիան այնուամենայնիվ ժողովրդավարություն է ի տարբերություն Ադրբեջանի եւ կարող է նման գործողությունների արդյունքում զրկվել իր այդ համբավից։ Մի շարք արևմուտքի գերտերություններ արդեն դատապարտել են Էրդողանի այս արածները, մասնավորապես Գերմանիան, Ավստրիան, Շվեյցարիան, Եվրամիությունը եւս դատապարտել է։ Եվ իրական հեռանկար կա, որ Եվրամիության եւ Թուրքիայի
միջև հարաբերությունները ահա այսպիսի զարգացումների դեպքում կարող են ել ավելի լարվել։ Իսկ եթե նման գործողությունների արդյունքում Էրդողանը կարողանա վերահսկողության տակ առնել Թուրքիան նաև ընտրություններից հետո իրական շանսեր կա, որ Թուրքիան կդառնա իսկապես այն տոտալիտար երկիրը, որի հետ Եվրոպան պարզապես չի ցանկանա ոչ մի ընդհանուր բան ունենալ։ Շնորհակալություն Արտем։ Ավարտվեց հորիզոնների այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Ադրբեջանը չի դադարեցնում ապատեղեկատվության տարածումը եւ չի շտապում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Սա այն դեպքում, երբ այդ համաձայնագրի բոլոր դրույթները համաձայնեցված են եւ միջազգային հանրությունն էլ ողջունել է այդ փաստը։ Հիմա էլ սակայն Բաքուն պահանջում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար դիմում ներկայացնի։ Թեմային այսօր անդրադառնալու ենք Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանի հետ զրույցում։ Տիկին Օհանյանի հետ մենք զրուցելու ենք հեռավար։ Տիկին Օհանյան, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու պատրաստակամության համար։ Շնորհակալություն հրավերի համար, Վահագն։ Տիկին Օհանյան, նախ ձեր տպավորության մասին, ինչու է Ադրբեջանը ձգձգում խաղաղության պայմանագրի ստորագրումը, եթե բոլոր կետերը համաձայնեցված են։ Վահագն, բոլորովին զարմանալի չի Ալիևի վարքը եւ բոլորովին փոփոխություն չկա այդ վարքի մեջ այն պահից, երբ որ բանակցությունները սկսվել են Հայաստանի հետ միջնորդներով առանց միջնորդների։ Ես բազմաթիվ անգամ նշել եմ, որ Ալիևի նպատակը, այսինքն խաղաղության պայմանագիրը ստաբիլություն կստեղծեր Հարավային Կովկասում, սպառնալիքի ագրեսիայի նորմը կթուլացներ Հարավային Կովկասում, իսկ սրանք բոլորը հակասում են Ալիևի ռեժիմի շահերին, ոչ թե Ադրբեջանի որպես երկրի շահերին, Ադրբեջանի տնտեսությանը անհրաժեշտ են բաց սահմաններ, քանի որ սա թուլացող նավթային երկիր է եւ այդպիսի երկրները, թուլացող նավթային երկրները, հատկապես երբ որ անցում է կատարվում աշխարհում նավթից դեպի կանաչ էներգետիկ աղբյուրներ, այդ պայմաններում ռեգիոնալ ինտեգրումը այսպիսի պետությունների շահերից է, բայց սա նաեւ վտանգ է առաջացնում Ալիևի համար, այն առումով, որ նոր տնտեսական կետեր են ստեղծվում Ադրբեջանի ներսում, որը կթուլացնում է իր հիմքերը։ Բացի դրանից մի բան էլ ավելացնեմ, ինձ թվում է նաև, որ Ալիևը այս խաղաղության process-ը օգտագործում է որպես գործիք, որպեսզի չեղարկի կամ դժվարացնի կամ հետաձգի Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, քանի որ այդ սահմանի բացումը, հարաբերությունների խորացումը դա ամբողջովին կփոխի էլի Հարավային Կովկասի տնտեսական եւ քաղաքական կարգադրվածությունը եւ այդ առումով էլի բաց սահմանները շատ վտանգավոր են Ալիև ռեժիմի համար։ Եվ երրորդ կետը պետք է շատ realistic իրատես լինենք, շնորհակալություն, իրատես լինենք, թե այսպիսի խաղաղության պայմանագրերը ինչի են բերում։ Ոչ մի թուղթ Հայաստան ու Ադրբեջան հարաբերությունները մեկ թղթով խաղաղության հասնել հնարավոր չի։ Այս process-ը ես միշտ կարևորել եմ, քանի որ սա հնարավորություն է տալիս լարվածության աստիճանը իջացնել Հարավային Կովկասում եւ Ալիևին կապված պահել բանակցությունների սեղանին։ Այս խաղաղության process-ը նաեւ եւ պայմանագիրը հնարավորություն են ստեղծում Հայաստանին անընդհատ խաղաղության մասին խոսել, թափանցիկություն ներդնել հարաբերությունների մեջ, ագրեսիայի դեմ նորմերը ամրացնել, բայց անշուշտ կարծեմ, թե Հայաստանի կառավարությունը կարող է շատ ավելի կրեատիվ, ստեղծագործաբար մոտենալ եւ ավելի հետեւողական լինել այդ նորմերի մեջ մասին խոսելով, հատկապես միշտ նշում եմ նաեւ Վրաստանին ներքաշելու առումով։ Մի խոսքով խաղաղության հասնելը դա process է, ոչ թե մեկ փաստաթուղթ։ Ալիևը դա օգտագործում է
Թուրքիայի հետ հարաբերությունները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հետաձգելու կամ սահմանը չբացելու համար Հայաստանին դա անհրաժեշտ է Ադրբեջանին կապված պահելու բանակցությունների սեղանին, բայց խաղաղություն Ադրբեջանը որպես պետություն կսկսի իսկապես բանակցել, երբ որ իր ներսից տնտեսական համակարգը փոխվեց։ Այսինքն երբ որ նավթից անցում կատարվեց, այդ դիվերսիֆիկացիան Ադրբեջանը չի սկսել, քանի որ Ալիևը վախենում է այդ process-ից։ Այսինքն քանի դեռ շահերը չեն փոխվել Ադրբեջանի ներսում, Ադրբեջանը որպես պետություն չի փոխվել, իրական խաղաղության մասին բանակցությունները չեն առաջ գա, բայց այս process-ը նորից եմ ուզում շեշտել, շատ եմ կարևորում, որ այդ անցումային շրջանում Ադրբեջանին բանակցությունների սեղանին պահել։ Տիկին Հովհաննյան, հիմա հայկական փորձագիտական շրջանակներում տարբեր են կարծիքները ադրբեջանական ապատեղեկատվության տարածման վերաբերյալ։ Արդեն ըստ էության 5-րդ օրն է, որ անդադար Ադրբեջանը օրվա մեջ անգամ մի քանի անգամ այդ ապատեղեկատվությունն է տարածում, թե հայկական ստորաբաժանումները կրակ են բացել իրենց սահմանի ուղղությամբ։ Դա հերքվում է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից եւ երկու տեսակետ կա։ Տեսակետներից առաջինն այն է, որ Ադրբեջանը ինչպես սովորաբար է լինում, այսպես հող է նախապատրաստում հերթական հարձակման համար եւ կա երկրորդ տեսակետ, որ սա ամենևին էլ չի հանգեցնի հարձակման, այլ պարզապես այսպես լարված մթնոլորտում են ցանկանում պահել։ Որն է ձեր գնահատականը։ Ես ավելի կողմնակից եմ երկրորդ տեսակետին, անշուշտ ոչինչ հնարավոր չի կարելի բացառել, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանի համար, Ալիևի համար շատ ռիսկային է պատերազմը։ Նայեք թե հարևան Թուրքիայում ինչ է կատարվում։ Այսինքն այն դեպքում, որ Թուրքիան շատ ավելի բաց երկիր է ներսից առումով հաշվի առնելով այդ ավտորիտարիզմը, որ խորացել է երկրում, բայց միևնույն ժամանակ ինֆլյացիայի հսկա ինֆլյացիա տնտեսական անկում է ապրում Թուրքիան եւ այդ պայմաններում պատերազմը շատ ռիսկային է նույնիսկ Թուրքիայի համար, ընդհանրապես ոչ թե պատերազմ Հարավային Կովկասում։ Այսինքն, այսպես ասած, կոպիտ ասած, պատերազմը շատ թանկ հաճույք կլինի Ադրբեջանի համար, Ալիևի համար, քանի որ առաջին ոչ միայն դա նախ ամրացնում է բանակը, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ որ ավտորիտար երկրները հարձակվում են հարևան երկրի վրա, դա ուժեղացնում է բանակը եւ ուշ թե շուտ մոտակա 3-4 տարվա ընթացքում դրանք գահընկեց են լինում հենց բանակի կողմից։ Այսինքն սրա մասին ես գրել եմ անգլերենով EVN report-ի համար, հույս ունենալով, որ դա կտարածվի Ադրբեջանի տարածքում, մեդիա տարածքում։ Այսինքն դա շատ ռիսկային է եւ երկրորդը պատերազմ սկսելը Հարավային Կովկասում, դա շատ ռիսկային է Թուրքիայի համար։ Թուրքիային ես նոր վերադարձա Թուրքիայից, մոտ 25 ինտերվյու արեցի գիտնականների, վերլուծաբանների հետ եւ ընդհանուր առմամբ շատ ուժեղ ճնշում կա, ցանկություն կա, գիտակցություն կա, որ Թուրքիայի շահերից չեն բխում Հարավային Կովկասում պատերազմ տեսնել, քանի որ բացի Բալկանյան ռեգիոնից, որը Հարավային Կովկասը միակ ռեգիոնն է, միակ շրջանն է, աշխարհաքաղաքական շրջանն է, որտեղ Թուրքիան ստաբիլություն ունի։ Մյուս հատվածներում պատերազմական, անկայուն լարվածություններ են, որը Թուրքիան մեծ պետություն է, հսկա ծախսեր են առաջացնելու Թուրքիայի համար։ Եվ այն մի բան էլ ավելացնեմ, կարծեմ մոռացա շեշտել սկզբում, այս բանակցությունները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունները պետք է դիտվեն եվրասիական կոնտեքստում եւ այստեղ էլի Թուրքիայի դերը շատ կարեւոր է։ Թուրքիան սա դիտում է ըստ իմ հետազոտությունների որպես վստահելի կայուն միջանցք չէ ռեգիոն անցում դեպի Կենտրոնական Ասիա եւ Չինաստան եւ քանի որ Վրաստանում արդեն անկայուն վիճակ է, սա բարձրացրել է Հայաստանի դերը Թուրքիայի համար։ Սա էլ փաստորեն եվրասիական մայրցամաքը վերակարգավորման այսպիսի process-ում է եւ էլի Ալիևի վարած քաղաքականությունը անընդհատ սուտ տարածելով փաստորեն սահմանով նայված է թե իր ներքին աուդիտորիային ադրբեջանցի ժողովրդին Հայաստանի դեմ իմիջը որպես թշնամի պահպանել, բայց նաև
քաղաքականորեն գինը բարձրացնել Թուրքիայի համար, քանի որ Էրդողան Ալիև հարաբերությունը շատ տրանզակցիոն, շատ անձնականացված եւ այդ ձևով ճնշումը պահել Թուրքիայի վրա, որ հանկարծ ստաբիլություն չհաստատվի հարավային Կովկասում։ Տիկին Օհանյան, ինչ է հիմա ստացվում, եթե 44 օրյա պատերազմի ժամանակ ըստ էության Ալիևի ռեժիմն էր կախված Էրդողանի վարչակազմից, Էրդողանի ճնշումը մեծ էր Ալիևի վրա, հիմա տեղերը փոխվել են, այսինքն Էրդողանն է կախված Ալիևից։ Ես կասեի այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է տարանջատել Թուրքիայի շահերը Էրդողանի շահերից։ Թուրքիան շատ ավելի անշուշտ ռեսուրսներ ունի, քան Ալիևը, այսինքն փոքր պետությունը չպիտի կարողանա Թուրքիայի չափի տնտեսական, քաղաքական պետության վրա ազդեցություն ունենալ, բայց կարծես թե ստացվում է այնպես, որ այո, Ադրբեջանը շարունակում է ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, եւ սրա պատճառը, բուն պատճառը այն է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դարձել է անհատականացված եւ տրանզակցիոն, եւ այդ առումով եւ անշուշտ դրա պատճառները ներքին են, այսինքն Ալիևը եւ Էրդողանը կոորդինացիա կա իրար միջև, իր մեկը մյուսի ռեժիմին ստաբիլություն ապահովելու քայլեր է անում, ինտերվյուների ժամանակ ցույց է ասում էին անընդհատ, որ Ադրբեջանը ներդրումներ է անում Թուրքիայի տարածքում եւ այլն եւ տարբեր փաստարկներ, բայց դրանցից ոչ մեկը չէր բացատրում այն, այսինքն այդ պատճառները բավարար չեն փակելու այն ստրատեգիկ անհրաժեշտությունը Թուրքիայի համար, որ խաղաղ հարավային Կովկասը ներկայացնում է Թուրքիային Կենտրոնական Ասիա եւ Չինաստան կապվելու համար, քանի որ նորից եմ ասում, եվրասիական աշխարհաքաղաքականությունը վերափոխվում է Ամերիկա-Եվրոպա հարաբերությունների թուլացման, վերաբանակցման արդյունքում եւ այդ առումով դա Թուրքիայի ներքին քաղաքականությունն է պատճառը, որ Ադրբեջանի նման փոքր պետություն կարողանում է այդքան ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա։ Մի փաստարկ ինձ բացատրեցին, որ չնայած արդեն համոզիչ չեմ համարում, այն որ Թուրքիան սպասում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցմանը, քանի որ վախը այն է, որ եթե Հայաստանը եւ Թուրքիան հարաբերությունները լավացնեն խաղաղության պայմանագիր բանակցելուց առաջ, դա Հայաստանի համար խթանը Ադրբեջանի հետ հարաբերություն ստեղծելու համար թույլատնում է, քանի որ Հայաստանը Թուրքիայի միջոցով կխորանա եւ ինտեգրվի Եվրոպայի հետ եւ արդեն շահագրգռված չի լինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ես դա այդքան էլ համոզիչ չեմ համարում, չնայած հասկանում եմ որպես մոտիվացիա Թուրքիայի համար սպասել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի, բայց փաստորեն էլի Հայաստանը շատ կայուն ձևով դեպի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջ է շարժում եւ այդ առումով Ալիևն գցել է ծուղակ, այսինքն այդ ստորագրելով այդ համաձայնելով բոլոր դրույթներին, այն the stakes, այսինքն այն շահերը, որ Հայաստանի դիրքը շատ կբարձրանա, եթե հարավային Կովկասը խաղաղվեց, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները խորացան եւ այդ առումով անշուշտ Հայաստանի նաեւ անհրաժեշտ են շատ խորը հարաբերություններ արևմտյան եվրոպական եվրոհամայնքի հետ եւ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգի հետ, այսինքն եւ բազմաթիվ շերտերով Հայաստանի դիպլոմատիան փոխված է, դիվերսիֆիկացված է, բայց այստեղ ես շատ ավելի տեսնում եմ համընկնում կա Թուրքիայի որպես պետության, ոչ թե Էրդողանի, Թուրքիայի եւ Հայաստանի շահերի մեջ եւ նաեւ Ադրբեջանի ժողովրդի մեջ, քան թե Ադրբեջան այդ միֆը, որ Ադրբեջանը եւ Թուրքիայի շահերը իրար շատ մոտ են, դա իմ համար դա այդքան էլ համոզիչ չէ, բավականին լարվածություն կա, շահերի բախում կա Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև, որը Հայաստանի դիպլոմատիան պետք է կարողանա ճիշտ օգտագործել։ Տիկին Օհանյան, Վաշինգտոնից եղավ զանգ Բաքու ու հորդոր, որ հիմա ստորագրեն պայմանագիրը եւ բաց թողնեն գերիներին ու պահվող այլ անձանց իհարկե։ Դեռևս սակայն տեղաշարժ չկա, ավելին շարունակվում է այս ապատեղեկատվության տարածումը։ Ինչի համար էր այդ զանգը այդ դեպքում, եթե պետք է նորից անտեսվեր։
Այն էլ Թրամփի նոր վարչակազմի կողմից այդ զանգը։ Շատ լավ հարց է տալիս Վահագն։ Ես ուղղակի կասեմ, որ սա նոր ադմինիստրացիա է եւ այնպիսի ադմինիստրացիա, որ էլի տրանսակցիոն ձևով է վարում արտաքին քաղաքականությունը, կասեի, եւ հատկա նույնիսկ նայելով թե բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ ինչպես են տարվում, այսինքն Տրամփը փորձում է կամ մտածում է, որ իրեն հնարավոր կլինի ուժի միջոցով բանակցությունները առաջ տանել տարբեր երկրների հետ, բայց այստեղ ճիշտ ասած ես չեմ տեսնում, թե Ամերիկան ինչքան ազդեցություն ունի Ալիևի վրա, քանի որ Ալիևի ամբողջ տնտեսությունը նավթի վրա է կառուցված, որը կապված չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության հետ, բայց այստեղ ասեմ նաև Ամերիկա-Ադրբեջան հարաբերությունում անշուշտ Իսրայելի գործոնն է դեր խաղում եւ չգիտեմ թե փակ դռների հետևում ինչ են խոսել եւ այլն, Ալիևը հասկանալով, որ նավթով արդեն չի կարողանում աշխարհաքաղաքական ազդեցություն ունենալ, արդեն փորձում է, որ արդեն ուներ Իսրայելի հետ իր արժեքը բարձրացնել։ Ալիևը նաև անընդհատ խոսում է որպես տրանզիտային երկիր դառնալու մասին, բայց էլի տրանզիտային երկիր դառնալը չի փոխարինում շատ արագ անկում ապրող նավթային եկամուտներին։ Այն առումով վերադառնալով ձեր տված շատ լավ հարցին Վահագն, այստեղ ավելի քննադատորեն է մոտենում Ամերիկայի Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունը, մեկ զանգով կոնֆլիկտներ չեն լուծում, բանակցությունները, այսպես հատկապես այս դեպքում արդեն տեքստը համաձայնեցված է, անգլերենով ասում են low hanging fruit, սա ցածր կախված պտուղ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար շատ հեշտ պիտի լինի սա քաղել։ Այսինքն ես զարմանում եմ, թե ինչու Ամերիկան շատ ավելի արագ չի շարժվում, թեև ավելի ուշադրությունը Ուկրաինայի վրա է եւ այլն, բայց ինձ թվում է, որ Ամերիկայի դիպլոմատիան այստեղ շատ ավելի արագ եւ դինամիկ շարժվելու տեղ ունի, քանի որ հիմնական աշխատանքը արված է, բայց մեկ զանգով ես չեմ կարծում, որ Ալիևին կկարողանան բանակցությունների սեղան բերել։ Միևնույն ժամանակ չգիտեմ, թե փակտների հետևում ինչ են խոսել Իսրայել-Իրան հարաբերությունների իրավիճակի մասին։ Եվ ամփոփելով մեր զրույցը հակիրճ վերջում, Տիկին Օհանյան, դուք ինչպիսի սցենարներ եք կանխատեսում Հարավային Կովկասում, այդ թվում մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերություններում, կարճաժամկետում։ Շատ դժվար է կանխատեսել եւ ընդհանրապես քաղաքագիտության գիտնականներ, քաղաքագիտության զբաղվող գիտնականները շատ զգուշավոր են կանխատեսումների մեջ եւ ես էլ այդ նորմը չեմ խախտի, բայց ասեմ, որ մի քանի սցենարներ հնարավոր են, ես կասեի, որ ամենահավանականը համարում եմ այն, որ Հայաստանը որպես փոքր պետություն կկարողան եւ հաշվի առնելով Ամերիկա, Եվրոպա, Եվրոպայի աճը որպես քաղաքական, աշխարհաքաղաքական եւ ռազմական գործոն արդեն վերափոխելու է Եվրասիական մրցամակը, որ այս պայմաններում Հայաստանը որպես փոքր պետություն, կոլեկտիվ մյուս փոքր պետությունների հետ միասին կկարողանա ստաբիլ նորմերի վրա հիմնված հարավային Կովկաս ստեղծել, միայն այդ տիպի հարավային Կովկասն է իր շահերից, որպես հնարավորություն տա, որ Հայաստանի պետությունը զարգանա, ծաղկի եւ խորանա։ Ես մնում եմ շատ պոզիտիվ, որ Հայաստանի դիպլոմատիան կկարողանա, Ալիևը պրոբլեմ է հարավային Կովկասի համար եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի, բայց նաեւ կասեի, որ այստեղ շատ բան կախված է Թուրքիայի, Ռուսաստանի ներքին քաղաքականությունից եւ նաեւ կհնչեցնեի այն թեզը, որ all geopolitics is local, ամբողջ բոլոր աշխարհաքաղաքական աշխարհաքաղաքականությունը տեղական բնույթ ունի, այսինքն շատ գործարքներ, հարաբերություններ բխելու են այս երկրների ներքին քաղաքականությունից, լինի դա Ադրբեջանինը, Թուրքիայինը եւ Հայաստանի համար դա ուղղակի պարզ է, պետք է շարունակի ու րոպե չկորցնի իր դեմոկրատական կառույցները խորացնելով, կոնսենսուսը դեմոկրատիայի շուրջ որպես քաղաքական համակարգ խորացնելով, քանի որ դա է միագործիքը, որով Հայաստանը կշարունակի իր պետականաշինությունը։ Շնորհակալություն Տիկին Օհանյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Հեռանկարում Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Սթոուն Հիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանն էր։
Ինչ հեռանկարներ կան հայկական կապիտալի շուկայում եւ ինչ հնարավորություններ են առկա ֆինանսական ոլորտում։ Այս թեմայով Երևանում տեղի է ունեցել Հայաստանի կապիտալի շուկա խորագրով միջազգային համաժողովը, որը մեկ տեղում է հավաքել 240 մասնակցի 15 երկրներից։ Նոր գաղափարներ, նոր հնարավորություններ եւ նոր հեռանկարներ Capital Markets Armenia-ում։ Կոնֆերանսի շրջանակներում տեղացի եւ միջազգային փորձագետները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը, գլոբալ ֆինանսական միտումները եւ թվային ակտիվների դերը։ Վիվան եւս Հայաստանի ֆինանսական ապագայի քննարկման կենտրոնում է։ Вообще, что есть телеком-индустрия? Վիվայի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը համաժողովին ելույթ ունենալով Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացմանը նվիրված հատվածում ներկայացրել է իր տեսակետները Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման մասին, ընդգծելով նոր հնարավորություններն ու հեռանկարները։ Այս հաջողությունը ցույց է տալիս ոչ միայն մեր աճն ու ձեռքբերումները, այլև թափանցիկության սկզբունքներին մեր հավատարմությունը։ Այս քայլը հնարավոր է դարձել մեր գործընկերների եւ ներդրողների աջակցության շնորհիվ, ովքեր կիսում են ընկերության ռազմավարությունն ու արժեքները։ Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մեզ ու մեր գաղափարներին։ Վիվան շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել ՏՀՏ ոլորտում, ամրապնդելով իր ֆինանսական ազդեցությունը եւ դառնալով Հայաստանի ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը։ Փետրվարի 12-ին ընկերությունը հայտարարեց 80 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր թողարկելու մասին, բացելով նոր ֆինանսական հեռանկարներ։ Պարտատոմսերի թողարկումը ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու արդյունավետ միջոց է երկարաժամկետ եւ հեռանկարային բիզնես նախագծերին աջակցելու համար։ Հուսով ենք, մեր օրինակը կոգեշնչի այլ ընկերություններին նույնպես մտածել պարտատոմսերի թողարկման մասին, ամրապնդելով վստահությունն այս ֆինանսական գործիքի նկատմամբ։ Ծրագրի կազմակերպիչներն իրենց հերթին կարևորեցին Վիվայի փորձը, որով կիսվելու է աշխարհի տարբեր անկյուններից հավաքված ներկայացուցիչների հետ։ Վիվայի թողարկած պարտատոմսերի թեման այսօր կարևոր է եւ մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մենք շատ էինք ցանկանում, որ նրանք կիսվեին իրենց տեսակետերով եւ փորձով։ Նշենք, որ Capital Markets Armenia համաժողովը միավորել է շուրջ 240 մասնակից բանկերից, ՏՀՏ ոլորտից, միջազգային ֆինանսական ինստիտուտներից, ինչպես նաեւ տարբեր երկրներից։ Լիպսիմե Ավակյան, Հայկ Սուքյասյան, Horizon։ Շանթի եթերում լրատվությունն այսօր այսքանն էր, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։